Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ես ներողություն եմ խնդրում, որ ուղիղ նախագծից չեմ հարց տալու, բայց այն հարցը, որ պիտի հնչեցնեմ, պակաս կարևոր չէ։ Գաղտնիք չի, որ կառավարությունը անցել է անկանխիկի եւ ժամանակ առ ժամանակ մենք քաղաքացիներից դժգոհություններ ենք լսում կամ բողոքներ կամ ուղիղ մեզ են զանգում, որ օրինակ այս կամ այն խանութից, այս կամ այն գնումը իրականացնելիս քաղաքացուն, տվյալ դեպքում գնորդին, տնտեսվարողը կամ վաճառողները առաջարկում են երկու գին։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանում է վճարել անկանխիկով, այն գինը, որը գրված է գնապիտակին, շատ ավելի բարձր է, քան այն գինը, եթե օրինակ քաղաքացին վճարի կանխիկով։ Հասկանալի է, որ սա կամ քաղաքակիրթ փափուկ ձևով հավելագրում է քաղաքացուց, կամ սա ընդհանուր առմամբ որոշ տնտեսվարողների կողմից բոյկոտ է պետական քաղաքականության նկատմամբ եւ հաշվի առնելով խնդիրները հասկանալի է դառնում, որ կարծես թե ՊԵԿ-ի ձեռքի տակ եղած գործիքակազմը բավարար չափով էֆեկտիվություն չի ապահովում։ Վստահ եմ դուք էլ գիտեք այս խնդիրների մասին եւ ինչ քայլեր եք ձեռնարկում։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ նշեմ, որ ձեր բարձրացած խնդիրը ավելի շատ վերաբերում է տեխնիկայի խանութերին, այսինքն ինքը համատարած բնույթ չի կրում։ Եվ այստեղ երկու երևույթ կա՝ կանխիկ, անկանխիկ, եւ մեր գործողությունները կարծում բավական էֆեկտիվ են եղել ու այդ գործողությունների արդյունքում հիմա թե կայքերում, որ հետևեք տեխնիկայի խանութների, թե իրենց խանութներում չեք գտնի կամ միգուցե շատ հազվագյուտ իրավիճակներ լինի, որ գտնեք կանխիկ, անկանխիկ գներ ցուցադրած։ Հիմա այլ հարց է, որ օրինակ երբ որ մարդը մտնում է, տեսնում է գինը գրված է ու ինչ-որ մեկը վաճառողը օրինակ ասում է, եթե կանխիկով գնես, այսպիսի գին կլինի։ Այստեղ արդեն հարկ վճարողի ընդհանրապես գնորդի սոցիալական պատասխանատվության հարցն է, այսինքն մենք ճիշտ է մեր ստուգումները անում ենք, բայց իմ հորդորը կլինի, որ բոլորը համատարած չգնան այդ քայլին, եթե իրենց նման առաջարկ է արում, որովհետև ակնհայտ նշանակում է ստվերային վաճառք դա, եւ երկրորդ երևույթը, որ տեղի ունի տեխնիկայի խանութներում, դա ապառիկի գնի տարբերությունն է, ընդ որում դա գին չի, ավելի շատ ապառիկի ժամանակ բանկային ծախսերի ավելացում է։ Դրա համար թող չշփոթեն մեր գնորդները, այսինքն եթե ապառիկի մասով գինը ավել կլինի, դա բանկային ծախսերի ավելացումն է, որը օրենսդրությամբ սահմանափակված չէ։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ինչպես նշեցիք, այո, դա տեխնիկայի խանութներում է հիմնականում իրականացում եւ շինանյութի մեծ խանութներում է հիմնականում այս խնդիրը տեղի ունենում եւ իսկապես մենք մի կողմից, ինչպես պարոն Բագրատյանը ասեց, հարկային քաղաքականության առումով արտոնությունների կամ այլ փափուկ միջոցների առումով կայծես քայլ ենք անում դեպի տնտեսվարողը, բայց ժամանակ առ ժամանակ տնտեսվարողը նույն արձագանքը չի տալիս պետական կառույցներին կամ պետական ընդհանուր քաղաքականությունն է, եթե նման մեխանիզմներ արդեն ներդրել եք, շատ շնորհակալ եմ, որովհետև շատ կարևոր է նաև քաղաքացիների, տվյալ դեպքում սպառողների եւ գնորդների իրավունքների պաշտպանությունը, խոսքը բացարձակ ապառիկին չէր վերաբերվում։ Ես պատրաստում եի ձեզ պաշտոնական գրություն գրել, բայց առիթից օգտվելով այս խնդիրը բարձրացրեցի, թող նաև իմանամ, որ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եւ այո, քաղաքացիները այսօր հնարավորություն ունեն ուղիղ զանգելու եւ պատգամավորին ասելու, որ այսինչ կամ այսինչ խանութում մենք նման դեպքերի ենք անդրադարձել, հանդիպել, շնորհակալ եմ։ Քաղաքացիները ուղիղ մեզ էլ կարող են դիմել, անձամբ ինձ էլ կարող են դիմել, հատուկ դրա համար բացված էլեկտրոնային փոստել կա եւ բոլոր այդ դիմումներին մենք պատշաճ ընթացք ենք ապահովում եւ այդ ձեր նշած մի կարևոր հանգամանքին կուզենայի անդրադառնալ, Վասիկի օգուտ բիզնեսի այսպիսի քայլ են կատարում մեծ։ Ես իմ ելույթի խոսքում նշեցի, որ մենք վարչարության գործիքակազմի մասով ենք բարելավումներ անում, այդ խոսքը են թեմատիկ գործիքի հնարավորությունների ընդլայնումներ, եթե կհիշեք, ես ասի հաստատապես հայտնի գործարքի պահանջը հանվում է, ավելին տարեկան մեկ անգամ անելու սահմանափակումն է անվում, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մենք կարողանալու ենք մեր վերլուծական գործիքակազմի կատարելագործմամբ հեռավար եւ կոնկրետ հարկվճարողի հետ բանակցությունների միջոցով իրեն բերել կարգապահության դաշտ, այսինքն պարզապես չենք ասում, օրինակ շեմը բարձրացրեցինք եւ ոչ մի գործիքակազմ չի աշխատելու դրա ներքում կամ մնալու ենք նույն ավանդական գործիքակազմի ներքո։ Այսինքն այս ուղղությամբ մենք բարելավում ենք անում նաեւ այս փաթեթով ու կանենք նաեւ մեր վերլուծական գործիքակազմը, որ նշեցի առաջին հարցի պատասխանի ընթացքում։